Երբ ոստիկանությունը մտավ նրա գրասենյակ այն առավոտյան, երբ Հայաստանի վարչապետի սիրտը դադարեց բաբախել, նրանք գտան մի բան, որի մասին պաշտոնական արձանագրությունները երբեք չեն խոսել։ Ներքին գրպանում, կոստյումի սրտի կողմում թղթի մի կտոր էր, հին, մղված ծայրերով, որի վրա գրված էր ինչ-որ բան ձեռագիր տառերով։ Մեկ նախադասություն, որը կարող էր լինել աղոթք, կարող էր լինել նախազգուշացում, կամ կարող էր լինել վերջին խոստովանություն։ Բայց այդ թուղթը անհետացավ նույն օրը, 2007 մարտի 25-ին։ Ճիշտ այնպես, ինչպես անհետացան բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք կարող էին պատասխանել հարցին. ինչու հու 55 տարեկան մարդը, որը երեկ էլ քայլում էր իշխանության դահլիճներով, այսօր ընկել է դատարկ սենյակում, մենակ, առանց վկաների, առանց բժիշկների, առանց որևէ մեկի, ով կարող էր փրկել կամ գոնե հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ով վերցրեց այդ թուղթը, ինչ էր գրված նրա վրա, եւ ամենակարևորը, ինչու նրանք, ովքեր վերահսկում էին իրավիճակը այդ առավոտյան, չցանկացան, որ մենք իմանանք դրա բովանդակությունը։ Այս պատմությունը սկսվեց շատ ավելի վաղ, քան այդ առավոտը։ Սկսվեց 1974 թվականին, երբ 23 տարեկան ինժեներ Անդրանիկ Մարգարյանը ձերբակալվեց Երևանում, մեղադրվելով հակասովետական քարոզչության մեջ։ Նրան դատապարտեցին 2 տարով, ինչը կարծես մանր պատիժ էր այն ժամանակներում, երբ նույն մեղադրանքի համար մարդիկ անհետանում էին տասնամյակներով։ Բայց այդ 2 տարին փոխեց ամեն ինչ։ Երբ նա ազատվեց, նա այլևս չէր խոսում իր հավատքի մասին հրապարակայնորեն։ Նա դարձավ լուռ, հանդարտ, համբերատար։ 16 տարի նա աշխատեց ինժեներական պաշտոններում, էլեկտրոնային համակարգերի բաժիններում, տեղեկատվական կենտրոններում, այնտեղ, որտեղ ոչ ոք չէր նկատի նրա անցյալը։ 16 տարի ընդմիջման, որը կարող էր թվալ պարտություն, բայց ինչպես պարզվեց հետո, սա էր ամենաերկար եւ ամենակարևոր նախապատրաստությունը մի մարդու համար, որը սպասում էր իր պահին։ 16 տարի, երբ նա սովորեց սպասել, լռել եւ հասկանալ, որ իշխանությունը չի գալիս աղմուկով, այլ գալիս է համբերությամբ։ Երբ Խորհրդային Միությունը փլվեց, Անդրանիկ Մարգարյանը արդեն պատրաստ էր։ 1992 թվականին նա դարձավ Հանրապետական կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, առաջին պաշտոնապես գրանցված կուսակցությունը անկախ Հայաստանում։ 1995-ից մինչև 99 թվականը նա եղավ падգամավոր, առաջին նորաստեղծ խորհրդարանում։ 1998 թվականին նա դարձավ եռյակ խմբի անդամ, այն գաղտնի իշխանության եռանկյունու, որը հետո կվերածվի Հանրապետական կուսակցության կորիզին։ Եվ վերջապես, 2003 թվականի մայիսի 12-ին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց հրամանագիրը, Անդրանիկ Մարգարյանը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 16 տարի լռության հետո, 7 տարի բացարձակ իշխանության։ 7 տարի, երբ նա վերահսկում էր երկրի տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը, ներքին անվտանգությունը։ 7 տարի, երբ նա գիտեր ամեն ինչ, ինչ տեղի էր ունենում այս երկրում։ Եվ գուցե հենց այս գիտելիքը, այս տեսանելիությունը, այս տեղեկատվությունը, որը նա կուտակեց 7 տարվա ընթացքում, հենց սա եղավ այն բանը, որը վերջապես սպանեց նրան։ Բայց վերադառնանք այդ թղթին։ Ըստ այն մարդկանց, ովքեր այդ օրը գտնվում էին այնտեղ որպես առաջին պատասխանողներ, թուղթը չէր նման պարզապես օրագրության էջի։ Այն ուներ հատուկ ձևավորում, կարծես նախապես պատրաստված, կարծես նա սպասում էր այդ պահին, երբ մեկը կգտնի այն։ Կային տարբեր տարբերակներ, թե ինչ էր գրված այնտեղ։ Ոմանք ասում էին, թե դա աղոթք էր, ձեռագիր տառերով, հին հայերեն լեզվով։ Ուրիշները պնդում էին, թե դա անուններ էին, մարդկանց անուններ, ովքեր հավանաբար կապված էին ինչ-որ գործարքի կամ գաղտնի պայմանագրի հետ։ Երրորդ վարկածը ասում էր, որ դա պարզապես նախադասություն էր, ես չեմ լուսացնի, ինչը կարող էր նշանակել եւ վախ, եւ կանխազգուշում, եւ ինչ-որ խորը անձնական ճանաչում։ Բայց անկախ դրանից, թե ով ինչ էր պնդում, փաստը մնում է անփոփոխ։ Այդ թուղթը չի երևացել պաշտոնական հետաքննության ձեռնարկներում,
Այն չի ներկայացվել որևէ հրապարակային զեկույցում, եւ ոչ ոք, ով ունի իշխանություն այսօր, չի պատրաստ խոսել դրա մասին։ Ինչու՞։ Հարցը, ինչու վարչապետի մահը պահպանվեց այդքան գաղտնիության մեջ, մեզ տանում է ավելի խորը, դեպի բժշկական գաղտնիքների աշխարհ, որը շրջապատում էր Անդրանիկ Մարգարյանին նրա վերջին տարիների ընթացքում։ 7 տարի իշխանության դահլիճներում, սա ժամանակաշրջան է, որի ընթացքում մարդը կարող է կրել անտանելի ճնշում, ֆիզիկական եւ հոգեբանական սթրես, որը աստիճանաբար քայքայում է առողջությունը։ Բայց հարցն այն է, թե ինչպես այս քայքայումը տեղի ունեցավ եւ ով գիտեր դրա մասին նախապես։ Ըստ մի շարք աղբյուրների, Մարգարյանը ուներ անձնական բժիշկ, որը այցելում էր գաղտնի, երբեմն երեկոները, երբեմն գբեմ գիշերվա ուշ ժամերին, երբ պաշտոնական գրասենյակը դատարկ էր։ Այս բժիշկը, անուն չնշված, պրոֆեսիա չբացահայտված, բերում էր դեղամիջոցներ, որոնց անվանումները երբեք չեն գրանցվել պաշտոնական բժշկական քարտերում։ Մի բարեկամ, որը մոտ էր Մարգարյանին, 7 տարի անց վկայակոչեց այն հանգամանքը, որ վարչապետի աշխատասեղանի դարակում միշտ կային փոքրիկ դեղահապեր, կարմիր եւ սպիտակ գույներով, որոնք նա ընդունում էր առավոտյան սուրճի հետ միասին։ Ինչ էին այդ դեղերը։ Ով էր նրանց նշանակել։ Եվ ամենակարևորը, ինչու այս բուժումը պահվում էր սենյակում պահված տեղում։ Անդրանիկ Մարգարյանի կյանքում կարևոր պահ էր 1998 թվականը, երբ նա դարձավ եռյակ խմբի անդամ։ Այն ոչ պաշտոնական իշխանության կենտրոնը, որը վերահսկում էր Հայաստանը պատերազմի հետ պատերազմական տարիների ընթացքում։ Եռյակը ներառում էր 3 գլխավոր անձանց՝ Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան։ Եվ Անդրանիկ Մարգարյանը, որպես 4-րդ լուռ, անտեսանելի խորհրդատու։ Սա կառուցվածքն էր, որն ստեղծված էր ոչ թե ժողովրդավարական ընթացակարգերով, այլ անձնական հավատարմությամբ, ռազմական ընկերակցությամբ եւ փոխադարձ պարտավորություններով, որոնք սկսվել էին Ղարաբաղյան պատերազմի ավազաններում։ Բայց այս կառուցվածքը կրում էր իր մեջ վտանգներ, որոնք Մարգարյանը, որպես ամենախելամիտը, միշտ հասկանում էր։ Երբ Վազգեն Սարգսյանը սպանվեց խորհրդարանի հարձակման ժամանակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, եւ երբ Կարեն Դեմիրճյանը ընկավ նույն գնդակներից, եռյակը փլվեց։ Մարգարյանը գիտեր, որ մնում է միայն մեկ տարբերակ՝ պահպանել լուրությունը եւ շարունակել ծառայել, բայց շարունակել մի համակարգում, որ այլևս հավատարիմ չէր իր հիմնարար սկզբունքներին։ Վերադառնալով բժշկական գաղտնիքներին, կարևոր է նշել, որ սրտի հիվանդությունների դիագնոզը Մարգարյանի համար չէր պարզապես բժշկական փաստ, այլ քաղաքական սպառնալիք։ Եթե իշխանության դահլիճներում իմանային, որ վարչապետը ունի լուրջ առողջական խնդիրներ, սա կարող էր հանգեցնել նրա պաշտոնաթողության պահանջի կամ ավելի վատը, իշխանության սեգմենտների փոփոխման, որոնք նա վերահսկում էր։ Այդ իսկ պատճառով Մարգարյանը ընտրեց գաղտնիություն։ Նրա բժիշկը պարտավորված էր գործել ստվերների մեջ։ Նրա դեղամիջոցները պարտավորված էին գալ անանուն փաթեթներով, եւ նրա ախտորոշումները պարտավորված էին մնալ փակ պատյանների մեջ, որտեղ ոչ ոք չէր կարող գտնել դրանք առանց բանալիի։ Բայց գաղտնիությունն ունի իր գինը։ Երբ մարդը հիվանդանում է գաղտնի, երբ նրա սիրտը դանդաղապար թուլանում է առանց արտաքին աշխարհի իմացության, երբ նրա սեփական իշխանության մեջինները չեն իմանում, թե որքան վատ է իրականում նրա վիճակը, ապա պատահարը կարող է եկել անսպասելի, եւ այդ պահին ոչ ոք չի լինի պատրաստված օգնել։ Հենց դա տեղի ունեցավ 2007-ի մարտի 25-ին։ Անդրանիկ Մարգարյանը ընկավ իր գրասենյակում, մենակ, առանց վկաների, առանց բժիշկների, առանց որևէ մեկի, ով կարող էր փրկել նրան։ Եվ երբ շտապ օգնությունը ժամանեց, արդեն ուշ էր։ Բայց հարցը մնում է, իսկապես սա պարզ բժշկական իրավիճակ էր, թե կային ուրիշ ուժեր, որոնք գիտեին, թե ինչ է տեղի ունենալու եւ որոշեցին չմիջամտել։ Եզրափակիչ հարցը, որը ամենաշատը հետապնդում է նրանց, ովքեր փորձում են բացահայտել Անդրանիկ Մարգարյանի մահվան գաղտնիքը, այն է. գիտեր ինքը նա, որ վերջը մոտենում է։ Ավելի քան 7 տարի իշխանության վերևում, սա ժամանակաշրջան է, որի ընթացքում մարդը տեսնում է ամեն ինչ,
դավաճանություններ, ոստիկանական գործողություններ, ֆինանսական հանցագործություններ, քաղաքացիություններ, քաղաքական պայմանագրեր, որոնք կնկվում են փակ սենյակներում, առանց արձանագրության։ 7 տարի այս տեսողականության մեջ կարող է դարձնել մարդու կյանքը անտանելի։ Անդրանիկ Մարգարյանը տեսավ, թե ինչպես են իրականում աշխատում իշխանության մեխանիզմները այս երկրում։ Նա տեսավ, թե ինչպես օրենքները կորում են բյուրոկրատական միջանցքներում, ինչպես արդարությունը դադարում է գոյություն ունենալ այն պահից, երբ լուծումը կախված է մի մարդու կամքից, եւ ինչպես փողը քսում է ցանկացած խղճի խայտ։ Եվ գուցե հենց այս տեսողականությունը, այս անընդհատ պարտավորությունը գիտենալ ճշմարտությունը, բայց չխոսել դրա մասին, հենց սա վերածեց նրան մարդու, որը հագնում էր իր սրտի վրա այն թուղթը, որպես վերջին խոստովանություն։ Ըստ այն անձանց, ովքեր եղել են Մարգարյանի մոտ վերջին ամիսներին, նա փոխվել էր։ Նրա խոսքերը դարձել էին ավելի կարճ, ավելի խորունկ, կարծես նա խնայում էր յուրաքանչյուր նախադասություն մի վերջնական հաշվետվության համար։ Նա ավելի քիչ էր ժպտում պաշտոնական հանդիպումներում, ավելի քիչ էր խոսում տնտեսական հաջողությունների մասին, որոնց մասին նա այդքան հավատացած էր 2000-րդի սկզբում։ Ավելին, նա սկսել էր խոսել մահվան մասին, ոչ ուղղակիորեն, բայց բավականաչափ, որպիսի նրա ընկերները նկատեին։ Մի ընթրիքի ժամանակ, մի քանի ամիս առաջ նրա մահից, նա ասել էր մի նախադասություն, որը հետո վկայակոչվեց բազմաթիվ անգամներ։ Իշխանությունը ունի իր գինը, եւ ես արդեն վճարել եմ ավելի շատ, քան ինչ կարող էի վճարել։ Ինչ նկատի ուներ նա։ Արդյոք խոսքը վերաբերում էր միայն ֆիզիկական սթրեսին, թե էլի ինչ-որ խորը հոգեբանական խոստովանության։ Արդյոք նա իմանում էր, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են նրա մեկնումը, եւ որ նրա առողջական վիճակը կարող է օգտագործվել որպես պատճառաբանություն։ Կարևոր էպիզոդ, որը հայտնի է շատ քչերին, տեղի ունեցավ 2007-րդի փետրվարի վերջին։ Անդրանիկ Մարգարյանը ձևավորեց պլան երևույթի ուղղությամբ, հանձնարարելով իր խորհրդականներին ստուգել գաղտնի տուները եւ բունկերները, որոնք կառուցված էին Երևանի տակ դեռ սովետական շրջանում։ Այս բունկերների գոյության մասին շատ քչեր գիտեին, եւ պատճառը, թե ինչու Մարգարյանը հանգարց հետաքրքրվել էր դրանցով, մնաց անորոշ։ Արդյոք նա պատրաստվում էր այցելության, որի համար պետք էր ապահով ճանապարհ, թե նա վախենում էր հարձակումից եւ փնտրում էր միջոցներ ապահովության համար։ Նրա օգնականներից մեկը հետագայում վկայակոչեց, որ Մարգարյանը պահանջել էր նաև ստուգել այն ճանապարհները, որոնք տանում էին դեպի օդանավակայան եւ սահմանային անցակետեր։ Ինչու վարչապետը, որը վերջին 7 տարին անցկացրել էր անսասան իշխանության մեջ, հանգարց հետաքրքրվեց փախուստի ճանապարհներով։ Եվ ինչու այս ամենը տեղի ունեցավ ճիշտ մի քանի շաբաթ առաջ նրա մահից։ Երբ մենք հետ նայում ենք այս բոլոր փաստերին, թուղթը գրպանում, բժշկական գաղտնիությունները, բունկերների ստուգումը, փոխված վարքագիծը, փախուստի պլանները, ուրվագծվում է պատկեր, որը լիովին հակասում է պաշտոնական պատմությանը, թե Անդրանիկ Մարգարյանը պարզապես մահացել է սրտի կանգից, անսպասելիորեն, առանց նախազգուշական նշանների։ Ավելին, այս բոլոր փաստերը միասին ցույց են տալիս մի մարդու պատկեր, որը ոչ միայն գիտեր, որ վտանգը մոտենում է, այլև փորձում էր պատրաստվել դրան, պահելով իր գաղտնիքները նույնիսկ իր մահվան ժամին։ Պատահական սրտի կանգ, արդյոք, թե ինչ-որ ավելի խորը եւ ավելի մութ, ինչ-որ բան, որը սկսվել էր շատ ավելի վաղ եւ ավարտվեց այն առավոտյան, երբ թուղթը անհետացավ նրա գրպանից, մինչդեռ ճշմարտությունը թաղվեց նրա հետ միասին։ Մինչ այսօր պատրաստ է խոսել խելք ունեցող թվականի մարդկանցից միայն մեկը, Արամ Գրիգորյանը, վարչապետի անձնական քարտուղարը, որն աշխատել էր նրա հետ վերջին 3 տարիներին եւ տեսել էր այն, ինչ բոլորից թաքցվում էր։ Ես նրան հանդիպեցի 3 տարի հետո, երբ նա արդեն ապրում էր հեռավոր թաղամասում, աշխատում էր մի փոքր գրասենյակում եւ ամեն անգամ, երբ լսում էր Մարգարյանի անունը հեռուստատեսությունից, անջատում էր սարքը եւ դուրս էր գալիս սենյակից։ Նրա ձեռքերը դողում էին, երբ սկսեց պատմել, եւ նա կրկնեց 3 անգամ նույն նախադասությունը։ Կարծես ուզում էր համոզվել, որ ես ճիշտ եմ հասկանում։ Վերջին 3 ամսվա ընթացքում Անդրանիկ Նահապետի գիտեր, որ վերջը մոտենում է,
բայց նա չէր վախենում մահից, վախենում էր դավաճանությունից։ Եվ այդ վախը ճիշտ էր, որովհետև դավաճանությունը արդեն տեղի էր ունեցել։ Պարզապես նա դեռ չգիտեր, ով էր արել դա։ Ես նրան հարցրի, թե ինչպես էր նա իմացել այս մասին, եւ նա հանեց իր պայուսակից մի փաթեթ հին օրագրերի էջեր, չպաշտոնական նշումներ, որոնք Մարգարյանը գրել էր ուշ երեկոները, երբ բոլորը հեռանում էին գրասենյակից, եւ միայն նա, քարտուղարը, մնում էր սպասելու վերջին հրամանին։ Այդ նշումները չէին նման պաշտոնական փաստաթղթերի, ավելի շուտ նման էին խոստովանության, գրված դողացող ձեռքով, երբեմն անընթեռնելի տառերով, որտեղ նույնիսկ թանաքի գույնը փոխվում էր, սևից մինչև մուգ կապույտ, ինչը նշանակում էր, որ դրանք գրվել էին տարբեր ժամերի ընթացքում, տարբեր հոգեկան վիճակներում։ Այդ էջերում Մարգարյանը նկարագրել էր ինչ-որ հանդիպում, որը տեղի էր ունեցել 2006 դեկտեմբերին, երբ 3 մարդիկ, որոնց անուններն այնտեղ չէին նշված, միայն նշված էին նրանց պաշտոններով, առաջինը, երկրորդը, երրորդը, եկել էին նրա աշխատասենյակ մութ երեկոյան եւ խոսել էին մի քառորդ ժամ, բայց այդ քառորդ ժամում ասվածները փոխել էին ամեն ինչ։ Մարգարյանը գրել էր. առաջինը ասաց, որ ժամանակը եկել է փոխվելու, երկրորդը ասաց, որ տնտեսությունը չի կարող շարունակել հին ճանապարհով, երրորդը ասաց, որ նախագահը համաձայն է, բայց ես հասկացա, որ նրանք ոչ թե խոսում էին տնտեսության մասին, նրանք խոսում էին իմ մասին, եւ այդ խոսակցության իմաստը մեկն էր. իմ ժամանակը սպառվել է։ Արամ Գրիգորյանը պնդում էր, որ այդ երեկոյից հետո ամեն ինչ փոխվեց։ Մարգարյանը դադարեց վստահել նույնիսկ իր մոտակա խորհրդականներին։ Նա սկսեց ստուգել բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրում էր։ Երբեմն 3 անգամ կարդում էր նույն էջը, եւ երբ ինչ-որ մեկը մտնում էր գրասենյակ, նա անմիջապես փակում էր այն, ինչ գրում էր, եւ պահպանում դարակում, որի բանալին միայն ինքն ուներ։ Արտաքին աշխարհի համար ամեն ինչ շարունակվում էր սովորականի պես՝ նիստեր, հայտարարություններ, պաշտոնական այցելություններ, բայց ներսից Մարգարյանը փլչվում էր, եւ Արամը տեսնում էր այդ փլուզումը ամեն օր, նրա աճող լռության մեջ, նրա աճող մողմենության մեջ, եւ առավելապես այն բանում, որ նա այլևս չէր հարցնում իր խորհրդականներից, թե ինչ է ճիշտ անելը, որովհետև նա համոզվել էր, որ նրանցից մեկը արդեն դավաճանել է նրան։ Բայց ով։ Ով էր այդ մարդը, որին Մարգարյանը կասկածում էր, բայց չէր կարող ապացուցել դավաճանությունը։ Արամ Գրիգորյանը չգիտեր անունը, կամ չէր ուզում ասել, բայց նա հիշում էր մի դրվագ, որը տեղի էր ունեցել մարտի սկզբին, երբ Մարգարյանը հանկարծ կանչել էր իր հին ընկերոջը, մեկին, ով աշխատել էր նրա հետ դեռ ինժեներական տարիներին, ինչ-որ մեկին, որն իշխանության աշխարհին չէր պատկանում, եւ դրա պատճառով Մարգարյանը վստահում էր նրան ավելի, քան իր պաշտոնական խորհրդականներին։ 2 ժամ նրանք խոսեցին փակ սենյակում, եւ երբ այդ հին ընկերը դուրս եկավ, նա հանդիպեց Արամ Գրիգորյանին միջանցքում եւ ասաց նրան մի նախադասություն, որը քարտուղարը երբեք չմոռացավ։ Եթե ինչ-որ բան պատահի Անդրանիկ Նահապետիի հետ, դուք պետք է իմանաք, որ նա իր վերջին օրերը ապրում էր համոզմամբ, որ նրան նախապես դատապարտել են, եւ այդ դատավճիռը նա իր վրա կրել է ամեն օր, ճանաչելով, որ ով էլ որ արել է դա, այդ մարդը երբեմն կլինի նույն սենյակում նրա հետ, կնստի նույն սեղանի շուրջը եւ կժպտա նրան որոշ տանը, որ մինչդեռ գիտի, որ վերջը արքերի իմաստ այդ ժամանակ։ Բայց երբ 3 շաբաթ հետո Մարգարյանը մահացավ, այդ նախադասությունը վերադարձավ նրա գլուխ, եւ այդ օրվանից սկսած նա ապրել է այդ գիտելիքի հետ, որը չի կարող կիսվել ոչ ոքի հետ, որովհետև չունի ապացույցներ, միայն խոսքեր, միայն հիշողություններ, միայն այն վախը, որը տեսավ իր ղեկավարի աչքերում վերջին 3 ամիսների ընթացքում։ Նա երբեք չխոսեց իր ընտանիքի հետ քաղաքականության մասին։ Երբ Անդրանիկ Մարգարյանը տուն էր վերադառնում, նա դարձնում էր իր երեսը մեկ այլ մարդու երես, ոչ թե վարչապետի, այլ պարզապես հոր, ամուսնու, եղբոր։ Նա նստում էր ընթրիքի սեղանի մոտ եւ լսում էր իր կնոջ պատմությունները շուկայից, իր որդու բողոքները դպրոցական առաջադրանքների մասին, իր քրոջ մտահոգությունները հարևանների մասին։ Նա ժպտում էր, հարցնում էր մանրուքների մասին եւ երբեք, ոչ մի անգամ, նա չէր բերում գրասենյակի խավարը տուն։
բայց վերջին տարում ինչ-որ բան փոխվեց։ Նրա կինը Լիլիթ Մարգարյանը, որը համաձայնվեց խոսել միայն 3 պայմանով՝ անանուն մնալ, ոչ տեսանյութ եւ խոսել միայն մեկ անգամ եւ երբեք այլևս, նա նկարագրեց, թե ինչպես սկսեց նկատել փոփոխությունները։ Սկզբում դրանք քիչ էին։ Նա ավելի դանդաղ էր ուտում, կարծես մտքերը տեղայլ էին։ Նա սկսեց արթնանալ գիշերվա կեսին եւ նստել պատուհանի մոտ, նայելով դեպի քաղաքը, մութ եւ անձայն։ Լիլիթը կարծում էր, որ սա աշխատանքի սթրեսն է, սա պարզապես հոգնածությունն է 7 տարվա անընդհատ պատասխանատվությունից։ Բայց հետո նա սկսեց լսել նրան, երբ նա խոսում էր քնի մեջ։ Անհասկանալի բառեր, անուններ, որոնք նա չէր ճանաչում։ Եվ մի անգամ նա համոզված էր, որ լսեց այն նախադասությունը «Ես չեմ լուսացնի», կրկնված 2 անգամ, հատուկ ինտոնացիայով, որը ձայնում էր ոչ թե վախի, այլ պարզապես հաստատ իմացության պես։ Լիլիթը փորձեց խոսել նրա հետ մի առավոտ, երբ նա թվում էր ավելի հանգիստ, Երբ արևը լուսավորում է խոհանոցը, եւ ամեն ինչ թվում էր նորմալ։ Նա հարցրեց նրան. «Արդյոք ամեն ինչ կարգին է։ Արդյոք ինչ-որ բան նրան անհանգստացնում է»։ Մարգարյանը նայեց նրան երկար ժամանակ, կարծես խորելով, արդյոք պատասխանել ճշմարտությամբ, թե շարունակել խաղալ դերը, որը խաղացել էր այդքան տարիներ։ Եվ հետո նա ասաց ինչ-որ բան, որը Լիլիթը երբեք չէր սպասում լսելու իր ամուսնուց։ Երբեմն մարդը գիտի, թե երբ է վերջանալու, ոչ թե որովհետև ինչ-որ մեկը պատմել է նրան, այլ որովհետև մարմինը սկսում է հուշել, հոգին սկսում է նախապատրաստվել, եւ ամեն ինչ շուրջը դառնում է տարօրինակ պարզ, կարծես հանկարծ տեսնում ես ճշմարտությունը, որը միշտ այնտեղ էր, բայց դու խուսափում էիր նայելու դեպի այն։ Լիլիթը չհասկացավ այդ ժամանակ, բայց հիմա, տարիներ անց, երբ նա նայում է հետ այդ զրույցին, նա հասկանում է, որ դա էր վերջին անգամը, երբ նրա ամուսինը փորձեց զգուշացնել նրան առանց բացահայտելու ամբողջ ճշմարտությունը, առանց բեռնելու նրան այն գիտելիքով, որը նա ինքը կրում էր։ Եղբայրը Վահագն Մարգարյանը, որը ապրում էր Երևանից դուրս, բայց հաճախ այցելում էր իր եղբորը։ Նա նկարագրեց ինչ-որ այլ փոփոխություն։ Նա ասաց, որ Անդրանիկը սկսեց խոսել անցյալի մասին, մանկության, նրանց հոր մասին, որը ուսուցիչ էր եղել, եւ պատմում էր նրանց պատմություններ հին ժամանակների մարդկանց մասին, ովքեր պայքարել էին արդարության համար եւ վերջում խաբել էին։ Մարգարյանը մեջբերում էր այդ պատմություններից, կարծես փորձելով գտնել դասեր այն գիտելիքում, որը իր հայրը փոխանցել էր նրան տասնամյակներ առաջ։ Եվ մի անգամ, երբ նրանք նստած էին խոսելիս, Անդրանիկը հանկարծ դադարեց իր նախադասության կեսին եւ ասաց. «Գիտես, Վահագն, ամենավատ բանը իշխանության մեջ չէ, թե դու ստիպված ես ընդունել այն որոշումները, որոնք դեմ են քո խղճին։ Ամենավատ բանը այն է, որ դու սովորում ես ապրել այդ որոշումների հետ, դու սովորում ես արդարացնել դրանք, եւ մի օր դու արթնանում ես եւ չես ճանաչում քեզ հայելում»։ Վահագնը փորձեց հարցնել, թե ինչ նկատի ուներ նա, բայց Անդրանիկը փոխեց թեման եւ այլևս չվերադարձավ դրան։ Վերջին մարդը, որին Անդրանիկ Մարգարյանը ամբողջովին վստահում էր, մահացավ 2005 թվականին։ Դա նրա անձնական պահապանն էր, Արթուր Պետրոսյանը, որը ծառայել էր նրան դեռ եռյակ օրերից, երբ անվտանգությունը նշանակում էր ոչ թե պաշտոնական ուղեկցություն, այլ մեկին, ով պատրաստ էր գնդակ ընդունել քո փոխարեն։ Արթուրի մահը պաշտոնապես արձանագրվեց որպես ինքնասպանություն։ Նա կախվել էր իր բնակարանում եւ ոչ ոք չէր հարցրել, թե ինչու մարդը, որը ամբողջ կյանքը նվիրել էր ուրիշի պաշտպանությանը, հանկարծ որոշեց վերջացնել իր սեփական կյանքը։ Բայց որոշ մարդիկ, ովքեր մոտ էին իրավիճակին, պնդում էին այլ բան։ Նրանք ասում էին, որ Արթուրը իմացել էր ինչ-որ բան, ինչ-որ տեղեկություն, որը կապված էր սպառնալիքի հետ դեպի Մարգարյանը, եւ երբ նա փորձեց զգուշացնել իր պաշտոնատարին, նրան հրամայեցին լռել։ Բայց Արթուրը չէր կարող լռել։ Նա էր տեսակ մարդը, որը կարծում էր, որ հավատարմությունը նշանակում է ճշմարտություն ասել, նույնիսկ երբ այդ ճշմարտությունը վտանգավոր է։ Եվ ըստ այս աղբյուրների, Արթուրի մահը չէր ինքնասպանություն, այլ զգուշացում, ուղղված Մարգարյանին։ Զգուշացում, որի իմաստը հստակ էր։ Եթե դու շարունակես փնտրել ճշմարտությունը, կորցնես նաև քեզ։ Արթուրի մահից հետո Անդրանիկ Մարգարյանը փոխեց իր անվտանգության համակարգը։ Նա այլևս չվստահեց պաշտոնական պահապաններին, ովքեր նշանակվել էին նրան կառավարության կողմից։ Փոխարենը նա սկսեց վստահել միայն մի փոքր խմբի, 2 կամ 3 մարդկանց,
ովքերից յուրաքանչյուրը ուներ հատուկ պարտականություններ, բայց ոչ մեկը չգիտեր ամբողջ պատկերը։ Մեկը պատասխանատու էր ճանապարհների ստուգման համար, մյուսը սննդի անվտանգության, երրորդը հեռախոսային գծերի վերահսկման։ Բայց այս բաժանված համակարգը ստեղծեց նոր խնդիր։ Մարգարյանը մնաց մենակ այն իմաստով, որ չկար մեկը, ով կարող էր տեսնել մեծ նկարը, չկար մեկը, ով կարող էր նախազգուշացնել նրան ամբողջական սպառնալիքի մասին։ Եվ սա ճիշտ այն էր, ինչ ուզում էին նրանք, ովքեր պլանավորում էին նրա վերջը։ Մեկուսացված մարդն ավելի հեշտ թիրախ է, քան մարդը, որի շուրջը կա ամուր պաշտպանական շրջան։ Ըստ մի անանուն աղբյուրի, ով պնդում է, որ եղել է ներկա այն նիստում, որտեղ որոշվեց Մարգարյանի ճակատագիրը, քննարկումը տևել է ընդամենը 15 րոպե։ Քննարկման նախագահողը, անհայտ անձը, ում այդ աղբյուրը անվանում է կառավարիչը, ներկայացրեց իրավիճակը պարզ տերմիններով։ Մարգարյանը գիտի չափազանց շատ, նա դարձել է անկանխատեսելի, եւ նրա առողջական վիճակը տալիս է ճակատագրական հնարավորություն։ Եթե նա մահանա բնական մահով, ոչ ոք չի հարցնի։ Բոլորը գիտեն, որ նա ունի սրտի խնդիրներ, բոլորը գիտեն, որ նա աշխատում է չափազանց շատ, եւ երբ մարդը մահանում է անսպասելիորեն, բայց ոչ անբացատրելիորեն, մարդիկ ընդունում են դա որպես ողբերգական բախտ։ Այդ աղբյուրը պնդում է, որ նիստի ավարտին կառավարիչը ասել է մի նախադասություն, որը սառեցրեց բոլորի արյունը։ Մեզնից մեկը պետք է լինի այնտեղ վերջին պահին, ոչ թե օգնելու, այլ համոզվելու, որ ամեն ինչ ավարտվում է ճիշտ։ Հարցը մնում է. ով էր այդ մարդը։ Ով էր այն անձը, ում Անդրանիկ Մարգարյանը վստահում էր բավականաչափ, որ թույլ տար մոտենալ իրեն վերջին պահին, բայց ով իրականում եկել էր ոչ թե փրկելու, այլ ապահովելու, որ փրկություն չի լինելու։ Եթե այս պատմությունը ճիշտ է, ապա դավաճանությունը ամենախորն էր։ Դա էր մարդը, որին Մարգարյանը հավատում էր ամենաշատը, եւ հենց այդ հավատքը դարձավ նրա մահվան գործիք։ 2007 մարտի 25-ի առավոտյան, երբ Մարգարյանի սիրտը սկսեց խափանվել, երբ ցավը տարածվեց նրա կրծքավանդակում եւ նա հասկացավ, որ վերջը հասել է, նա նայեց դեպի մարդը, ով կանգնած էր նրա կողքին, եւ համաձայն այդ աղբյուրի նա ժպտաց։ Ոչ թե քաղցր ժպիտ, ոչ թե հաղթական, այլ դառն ու հիասթափված ժպիտ, ճանաչելով, որ իր կասկածը ճիշտ էր, որ դավաճանությունը եկել էր այնտեղից, որտեղից նա ամենաքիչն էր ակնկալում։ Եվ հետո նա փակեց իր աչքերը եւ թողեց վերջը եկավ։ Պատկերացրեք, դուք եք այդ 7 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Անդրանիկ Մարգարյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր ֆինանսական գործարք, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում։ Դուք նստում էիք կառավարության ամենավտանգավոր խորհրդակցություններում։ Դուք ստորագրում էիք փաստաթղթեր, որոնց գոյությունը պաշտոնապես երբեք չի եղել։ Դուք էիք ներքին շրջանը, այն անտեսանելի ուժը, որը իսկապես տիրում էր երկրին, մինչդեռ հանրությունը տեսնում էր միայն թատրոնը։ Բայց հիմա պատկերացրեք, ձեզ հանկարծ ստիպում են ընտրել հավատարմության եւ ձեր սեփական ապրելիության միջև։ 2007 փետրվարի սկզբին ճիշտ այդպես տեղի ունեցավ։ 7 մարդիկ, ովքեր գիտեին ամեն ինչ, հավաքվեցին գաղտնի հանդիպման, ոչ պաշտոնական նախարարական շենքում, ոչ նախագահական նստավայրում, այլ հին սովետական ժամանակների մնացորդ, մութ բնակարանում, կենտրոն թաղամասում, որտեղ պատերին այնքան հաստ էին, որ ոչ մի ձայն չէր կարող դուրս գալ։ Այդ հանդիպումը տևեց 2 ժամ։ 2 ժամ, որի ընթացքում նրանք կարող էին փրկել Անդրանիկ Մարգարյանի կյանքը։ 2 ժամ, երբ նրանք կարող էին զգուշացնել նրան, բայց նրանք ընտրեցին լռությունը։ Այդ 7 մարդկանցից միայն 2-ի անուններ հայտնի են մեզ այսօր։ Մնացյալ 5-ը շարունակում են ապրել ստվերների մեջ, պաշտպանված դասակարգի, հարստության եւ իշխանության պատերով, որոնք երբեք չեն թույլ տալիս մեզ մոտենալ ճշմարտությանը։ Բայց այդ 2 անունները, որոնք մենք գիտենք, բավականաչափ են հասկանալու համար, թե ինչպես էր կազմակերպված այս համագարկը։ Առաջինը Արման Սահակյանը, Մարգարյանի անձնական տնտեսագետը, մարդը, ով վերահսկում էր կառավարության ֆինանսական հոսքերը եւ գիտեր յուրաքանչյուր դրամի ծագումը եւ նշանակությունը։ Երկրորդը Գևորգ Մկրտչյանը, անվտանգության ծառայությունների նախկին ղեկավարը, մարդը, ով վերահսկում էր տեղեկատվական ցանցը եւ գիտեր յուրաքանչյուր սպառնալիքի մասին նախքան այն իրականություն դառնալը։
Այս երկու մարդիկ ապրում են այսօր։ Նրանք երբեք չեն խոսել հրապարակայնորեն, բայց նրանց լռությունը ավելի բարձրաձայն է, քան ցանկացած խոստովանություն կարող էր լինել։ Մնացյալ 5-ը մեր համար մնում են անուններ առանց դեմքերի. բժիշկը, իրավաբանը, բանկիրը, զինվորականը եւ նախարարը։ Յուրաքանչյուրն ուներ իր դերը այդ համակարգում, եւ յուրաքանչյուրն ավելացնում էր իր կտորը այն հորինվածքին, որը պահպանում էր Մարգարյանի իշխանությունը, բայց միաժամանակ նաև պատրաստում էր նրա անգումը։ Ինչու նրանք լռեցին։ Ինչով էր սպառնում նրանց Մարգարյանի գաղտնիքների բացահայտումը։ Պատասխանը ընկած է փետրվարյան այդ գաղտնի հանդիպման բովանդակության մեջ։ Ըստ մեկ անանուն աղբյուրի, ով պնդում է, որ եղել է ներկա այդ սենյակում որպես իրավաբանը, քննարկումը սկսվել է մի պարզ հարցով. ինչ կլինի, եթե Մարգարյանը մահանա։ Ոչ թե երբ, այլ եթե։ Այդ պահին բոլորը գիտեին, որ նրա առողջությունը վատանում է։ Բոլորը գիտեին, որ սրտի խնդիրները լուրջանում են։ Բոլորը գիտեին, որ բժիշկները գաղտնի զգուշացրել են, եթե նա չդադարեցնի այդ աշխատանքային գրաֆիկը, վերջը կարող է գալ ցանկացած պահի։ Բայց հարցը չէր վերաբերում բժշկությանը։ Հարցը վերաբերում էր իշխանությանը։ Եթե Մարգարյանը մահանար, ով էր ժառանգելու այն հսկայական տեղեկատվական արխիվը, որը նա կուտակել էր 7 տարվա ընթացքում։ Ով էր վերահսկելու այն ֆինանսական հոսքերը, որոնք անցնում էին նրա ձեռքով։ Եվ ամենակարևորը, ով էր երաշխավորելու, որ այդ 7 մարդիկ, ովքեր գիտեին չափազանց շատ, չեն պատմելու իրենց գիտելիքը նոր իշխանությանը։ Պատասխանը եկավ զինվորականից։ Անուն, որը մենք չգիտենք, բայց դեր, որը պարզ է։ Նա ասաց. մենք կարող ենք փրկել կամ թողնել մեռնել, բայց եթե ընտրենք փրկել, մեր սեփական ապագան կկախված լինի նրա ողորմածությունից, իսկ եթե ընտրենք թողնել, մեր ապագան կկախված լինի նրանից, ով գալու է նրա տեղը։ Այս տրամաբանությունը սառեցուցիչ էր իր պարզությամբ։ Փրկելը նշանակում էր շարունակել ապրել վախի մեջ, որ Մարգարյանը մի օր կիմանա նրանց կասկածները եւ կվրեժ խնդիր լինի։ Թողնելը նշանակում էր նոր հնարավորություններ նոր իշխանության հետ, ով շնորհակալ կլիներ նրանց լռության համար։ Եվ այդ սենյակում, այդ 2 ժամվա ընթացքում 7 մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց պատմությունը։ Նրանք ընտրեցին չընտրել։ Նրանք ընտրեցին պարզապես սպասել եւ պասել եւ տեսնել, թե ինչ կլինի, որը իր էությամբ նույնն էր, ինչ թողնել մեռնելը։ Ով էր գլխավորը այդ 7 մարդկանց մեջ։ Ով էր այն մարդը, որը կարող էր վերջին հարվածը տալ կամ վերջին զգուշացումը անել, բայց ընտրեց լռությունը։ 7 տարի իշխանության վերևում սա ժամանակ է, որի ընթացքում մարդու մարմինը տառացիորեն վերակառուցվում է ճնշման եւ սթրեսի ճնշման տակ։ Երբ Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ 2003 թվականի մայիսին, նա 49-րդ էր, ուժեղ, էներգիական, մարդ, ով կարող էր աշխատել 16 ժամ օրական առանց ցուցաբերելու հոգնածության նշաններ։ Նրա մազերը սև էին, նրա դեմքը հարթ, նրա աչքերը պայծառ եւ կենտրոնացված։ Նրա քայլքը ուժեղ էր, ձայնը հստակ, եւ երբ նա մտնում էր սենյակ, մարդիկ զգում էին նրա ներկայությունը, ոչ թե վախով, այլ հարգանքով։ Բայց 7 տարի անց, 2007-րդի մարտին, այդ մարդն այլևս չկար։ Փոխարենը կար մարդ, որը ծերացել էր 20 տարով։ Նրա մազերը դարձել էին մոխրագույն, ոչ թե աստիճանաբար, ինչպես տեղի է ունենում բնական ծերացման ժամանակ, այլ արագ։ Կարծես յուրաքանչյուր հիմնարար որոշում, յուրաքանչյուր լուրջ ճգնաժամ, յուրաքանչյուր գիշերվա անքուն լինելը թողել էր իր նշանը նրա գլխի վրա։ Նրա դեմքը խորը ծալվածքներով էր ծածկված, հատկապես առաջացել էին շուրջը աչքերի։ Կարծես նա անընդհատ լարվել էր, անընդհատ փորձել էր տեսնել վտանգը նախքան այն մոտենալը։ Նրա քայլքը դանդաղել էր, դարձել էր զգուշավոր։ Կարծես յուրաքանչյուր քայլ էր պահանջում ջանք, որը նախկինում չէր լինում։ Եվ նրա ձայնը, այն ուժեղ, հավաստի ձայնը, որը երբեմն հրամայում էր ամբողջ նախարարական խորհրդին, դարձել էր դանդաղ, երբեմն դողացող։ Կարծես նրա թոքերին դժվար էր հասցնում օդը, որը անհրաժեշտ էր խոսելու համար։ Բժիշկները գիտեին։ Անձնական բժիշկ Արտակ Ավագյանը, որը ծառայել էր Մարգարյանին ամբողջ վարչապետության ժամանակահատվածում, նա վկայակոչեց անանուն հարցազրույցում, որ սրտի առաջին լուրջ նշանները հայտնվել էին արդեն 2002 թվականին,
2 տարի վարչապետության մեջ։ Արտերիալ հիպերտոնիա, անկանոն սրտի ռիթմ, կրծքավանդակում ցավի պարբերական էպիզոդներ։ Բժիշկը նշանակել էր հանգիստ, դեղեր, սննդակարգի փոփոխություն, բայց Մարգարյանը լսել է միայն մաս դեղերի մասին։ Հանգիստը պարզապես հնարավոր չէր։ Երկիրը պատերազմից հետո վերականգնման մեջ էր, տնտեսությունը չկայուն էր, Քաղաքական հակառակորդները սպասում էին ցանկացած թուլության նշանի։ Մարգարյանը հասկացավ, որ եթե նա ցույց տար թուլություն, նույնիսկ ֆիզիկական, դա կվերածվեր քաղաքական սպառնալիքի։ Այդ պատճառով նա ընտրեց գաղտնիությունը։ Դեղերը գալիս էին անանուն փաթեթներով։ Բժշկական ստուգումները տեղի էին ունենում գիշերները, երբ պաշտոնական շենքը դատարկ էր, եւ ախտորոշումները երբեք չէին գրանցվում պաշտոնական փաստաթղթերում։ Բայց հիվանդությունը չի հարգում գաղտնիությունը։ Յուրաքանչյուր տարի ավելացնում էր ճնշումը սրտի վրա, եւ յուրաքանչյուր տարի ավագյան դառնում էր ավելի անհանգիստ։ 2006 թվականին նա գրավոր զգուշացրեց Մարգարյանին, եթե նա շարունակի այդ ռեժիմը, կարող է տեղի ունենալ մահացու սրտի հարված ցանկացած պահի։ Բայց կային եւս մեկ գաղտնիք, որը նույնիսկ ավագյանը չգիտեր ամբողջությամբ։ Մարգարյանը ուներ երկրորդ բժիշկ, մարդ, ով չէր պատկանում պաշտոնական բժշկական համակարգին, մարդ, ում անունը երբեք չի հայտնվել որևէ կրանցամատյանում։ Այս երկրորդ բժիշկը բերում էր հատուկ դեղեր, ոչ հաստատված թերապևտիկ արձանագրություններով, դեղեր, որոնք պահում էին Մարգարյանին ոտքի վրա, երբ սովորական բուժումը արդեն չէր աշխատում։ Ո՞վ էր այդ երկրորդ բժիշկը եւ ինչու էր անհրաժեշտ այս երկրակի գաղտնիությունը։ Պատասխանը ընկած է հետաքննական նյութերում, որոնք հետագայում անհետացան 2007-ի ապրիլի 3-ին, ճիշտ մի շաբաթ Մարգարյանի մահվանից հետո, երբ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժեցին մի փոքր ընկերության գրասենյակ Կենտրոն Թաղամասասում եւ վերցրեցին բոլոր փաստաթղթերը, կոշտ սկավառակները, նամակագրությունը, նույնիսկ աղբամանը։ Այդ ընկերությունը պաշտոնապես զբաղվում էր ֆարմացևտիկ ներմուծմամբ, բայց իրականում այն էր միջնորդը Մարգարյանի եւ նրա երկրորդ բժշկի միջև։ Երբ այդ արխիվները անհետացավ նաեւ վերջին հնարավորությունը հասկանալու, թե ինչ հենց իրականում դեղի էր ունենում Մարգարյանի մարմնի հետ, եւ արդյոք նրա մահը իսկապես բնական էր։ Արխիվների անհետացումը չսահմանափակվեց միայն բժշկական փաստաթղթերով։ 2007-ի մարտի 26-ին, մի օր Մարգարյանի մահից հետո, 10 մարդիկ, հատուկ թույլտվությամբ պաշտոնյաներ, մտան կառավարական արխիվ եւ հանեցին 356 թղթապանակ։ Այս թղթապանակները պարունակում էին Մարգարյանի անձնական նշումները, նրա հանդիպումների արձանագրություններ, ֆինանսական փաստաթղթեր, հեռախոսազրույցների գրանցումներ։ Բոլորը նշանակված էին գաղտնի դասակարգմամբ, բայց ոչ մեկը չուներ պաշտոնական կարգավիճակ, որը նշանակում էր, որ նրանց գոյությունը չէր արձանագրվել պետական համակարգում։ Երբ այդ թղթապանակները վերցվեցին, պաշտոնական բացատրությունը եղավ անվտանգության պատճառներով։ Բայց հարցը մնում է, անվտանգություն ում ցունում համար։ Ինչ էր այդ թղթապանակներում, որ պահանջում էր այդպիսի շտապ ոչնչացում։ Ըստ մի նախկին արխիվարի, ով խոսեց անանուն, այդ փաստաթղթերի մեջ եղել են ֆինանսական գործարքների մանրամասներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր պետական գումարը հոսում դեպի մասնավոր ձեռքեր, անուններ այն մարդկանց, ովքեր վերահսկում էին այս հոսքերը, եւ ամենակարևորը, ապացույցներ, որ Մարգարյանը գիտեր դրա մասին, բայց ընտրել էր չարգելակել, փոխարենը պահելով այդ տեղեկությունը որպես ապահովագրություն իր սեփական անվտանգության համար։ Այդ ապահովագրությունը դարձավ նրա մահվան երաշխիքը, քանի որ մարդիկ, ում անունները եղել են այդ փաստաթղթերում, չէին կարող թույլ տալ, որ դրանք երբևէ դառնան հրապարակային։ Ֆիզիկական քայքայումը չէր միայն սիրտը։ Վերջին տարում Մարգարյանի քաշը նվազել էր 15 կիլոգրամով։ Նրա դեմքը դարձել էր խորը փորված, աչքերը խորացել էին, մորթը ստացել էր մոխրագույն երանգ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա ստորագրում էր փաստաթղթեր, եւ երբեմն նրա օգնականները նկատում էին արյան կաթիլներ թղթի վրա, քթից արյունահոսությունից, որը սկսվում էր անսպասելիորեն բարձր ճնշման պատճառով։ Բայց այս բոլոր նշանները թաքցվում էին հանրությունից։ Տելևիզիոն հարցազրույցների ժամանակ Մարգարյանը միշտ նստում էր, երբեք չկանգնում, որպեսզի չերևար նրա թուլացած քայլքը։
Լուսանկարների ժամանակ նա միշտ ժպտում էր լայնորեն, բայց եթե նայեք ուշադիր այդ լուսանկարներին, կտեսնեք, որ ժպիտը երբեք չի հասնում աչքերին։ Աչքերը մնում են հոգնած, մնում են վախեցած։ Մնում են այն մարդու աչքերը, ով գիտի, որ վերջը մոտենում է, բայց պետք է շարունակել ձևացնել, որ ամեն ինչ վերահսկման տակ է։ Գիտեին նրա մերձավորները, որ ժամանակը սպառվում է։ Իհարկե գիտեին, բայց ոչ ոք չխոսեց հրապարակայնորեն, քանի որ խոսելը կնշանակեր ընդունել, որ համակարգը փլվում է, եւ համակարգի փլուզումը կբերեր քաոս, որը ոչ ոք չէր ուզում տեսնել։ 2007-ի մարտի 25-ը սկսվեց ժամը 6-ին առավոտյան։ Անդրանիկ Մարգարյանը արթնացավ իր սովորական ժամին, նույն պահին, երբ արթնանում էր վերջին 7 տարիների ընթացքում։ Նա կանգնեց անկողնից,ից քայլեց դեպի լոգարան, լվացվեց սառը ջրով ինչպես միշտ։ Նա հագնեց իր կոստյումը, մուգ կապույտ, նույնը, որը կրել էր նախորդ երեքշաբթի օրը։ Նա իջավ ներքև, խմեց սուրճ առանց շաքարի, Կերավ 2 գդոր հաց առանց յուղի։ Նրա գինը նայեց նրան և տեսավ նույն դեմքը, որը տեսել էր անցյալ 3000 առավոտները։ Նա չնկատեց ոչինչ տարօրինակ, ոչինչ անսովոր։ Բայց եթե նա ավելի ուշադիր նայեր, նկատեր, որ նրա ձեռքերը դողում էին ավելի ուժեղ, քան երեկ։ Եթե նա հարցներ տեր, նա լսեր, որ նրա շնչառությունը ավելի ծանր էր, կարծես յուրաքանչյուր շունչը պահանջում էր ջանք։ Ժամը 7-ին Մարգարյանը նստեց մեքենա։ Նրա վարորդը Արտյոմը, որը ծառայել էր նրան 6 տարի, նկատեց, որ վարչապետը փակել էր աչքերը ամբողջ ճանապարհի ընթացքում։ Սովորաբար Մարգարյանը կարդում էր զեկույցներ կամ խոսում էր հեռախոսով, բայց այդ առավոտ նա պարզապես նստեց լռության մեջ, աչքերը փակ, ձեռքերը դրված կրծքավանդակի վրա։ Երբ նրանք հասան կառավարական շենք, Արտյոմը բացեց դուռը և սպասեց, բայց Մարգարյանը չշարժվեց անմիջապես։ Նա մնաց նստած դեռ 10 վայրկյան, աչքերը դեռ փակ, և վարորդը չգիտեր, թե պետք է խոսի, թե ոչ։ Հետո Մարգարյանը բացեց աչքերը, նայեց դեպի շենքը և ասաց ինչ-որ բան, որը Արտյոմը երբեք չմոռացավ։ Գիտես, Արտյոմ, Երբեմն մարդը մտնում է թռնից եւ գիտի, որ այլևս չի դուրս գալիս նույն մարդը։ Ինչ նշանակում էր այդ նախադասությունը։ Արդյոք Մարգարյանը իմանում էր, որ դա նրա վերջին օրն է։ Ըստ քարտուղար Արամ Գրիգորյանի, ով ժամանեց գրասենյակ ժամը 8-ին, վարչապետը նստած էր իր աշխատասեղանի մոտ և գրում էր ինչ-որ բան։ Երբ Արամը մտավ, Մարգարյանը փակեց այն, ինչ գրում էր, և դրեց ներքին գրպան։ Սովորաբար նա թողնում էր փաստաթղթերը սեղանի վրա, բայց այդ առավոտ նա պահեց իր մոտ։ Արամը հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է, և Մարգարյանը պատասխանեց միայն. «Այսօր ոչ ոք չպետք է մտնի առանց իմ թույլտվության, նույնիսկ նախարարները»։ Դա էր անսովոր հրահանգ, բայց Արամը չհարցրեց պատճառը։ Նա պարզապես փակեց դուռը և նստեց արտաքին սենյակում, սպասելով։ Ժամը 9-ին եկավ առաջին այցելուն։ Դա էր մարդը, ում մենք կանվանենք դեսպանը։ Մարդ, ով ներկայացնում էր արտասահմանյան շահերը Հայաստանում։ Նա մնաց ներսում 20 րոպե։ Երբ նա դուրս եկավ, նրա դեմքը սպիտակ էր, կարծես նա լսել էր ինչ-որ սարսափելի լուր։ Արամը փորձեց հարցնել, բայց դեսպանը անտեսեց նրան և արագ հեռացավ շենքից։ Ժամը 10-ը եկավ երկրորդ այցելուն՝ բանկիրը, մարդ, ով վերահսկում էր ֆինանսական հոսքերը։ Նա մնաց 30 րոպե։ Երբ նա դուրս եկավ, նա հեռախոսով խոսում էր բարձրաձայն բանկային գործարքների մասին, բայց Արամը նկատեց, որ նրա ձայնը դողում էր։ Ժամը 11-ին եկավ երրորդ այցելուն՝ զինվորականը, մարդ, ում մենք չգիտենք անունը, բայց ով կրում էր համազգեստ առանց շարվածքների։ Նա մնաց միայն 10 րոպե։ Երբ նա դուրս եկավ, նա նայեց Արամին և ասաց մի բառ՝ ցավակցություն։ Արամը չհասկացավ, թե ինչու է նա ասում դա հիմա, բայց չհարցրեց։ 2007-ի մարտի 25-ի կեսօրից հետո Անդրանիկ Մարգարյանը փակեց իր գրասենյակը և հրամայեց Արամին չթողնել ոչ ոքի մտնել։ Արամը լսեց ձայներ ներսից, հեռախոսազրույցներ, բայց չէր կարող տարբերել բառերը։ Ժամը 2-ին ամեն ինչ լռեց։ Արամը սպասեց 10 րոպե, հետո 20, հետո կես ժամ։ Վերջապես նա թակեց դուռը։ Պատասխան չկար։ Նա կրկին թակեց, ավելի ուժեղ,
Դեռ պատասխան չկար։ Նա փորձեց բացել դուռը, բայց այն գողպված էր ներսից։ Այդ բահին Արամը զգաց սառը վախ, որը տարածվեց նրա ողնաշարով։ Նա վազեց եւ գտավ անվտանգության ղեկավարին։ Նրանք միասին ջարդեցին դուռը։ Ներքնյա շենքի խորքում 3 հարկ հողի տակ կար ինչ-որ բան, որի մասին իմանում էին միայն 7 մարդիկ։ Մի ցանց գաղտնի ճանապարհների, կառուցված սովետական ժամանակներում, երբ յուրաքանչյուր կառավարական շենք ուներ իր փախուստի մարշրուտները։ Բայց այս ճանապարհները չէին սովորական ապաստարանաշինական թունելներ։ Դրանք էին հաղորդակցության համակարգ, կապող 6 հիմնական պետական շենքերը՝ կառավարությունը, նախագահական նստավայրը, պաշտպանության նախարարությունը, անվտանգության ծառայությունը, կենտրոնական բանկը եւ ռադիոկայանը։ Մարդ կարող էր մտնել այս համակարգ մեկ կետից եւ դուրս գալ ցանկացած այլ կետից, երբեք չերևալով մակերեսին։ Այս ճանապարհները կառուցվել էին 50 տարի առաջ, բայց դրանք պահպանվում էին անընդհատ, թարմացվում էին սարքավորումներով, մաքրվում էին եւ այնտեղ նույնիսկ կային պաշարներ, ջուր, սնունդ, Դեղորայք վթարային իրավիճակների համար։ 2007-ի փետրվարի 15-ին Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց ստուգել այդ համակարգը։ Նա չբացատրեց պատճառը, պարզապես հրամայեց։ 2 ինժեներներ ուղարկվեցին ներքև, լուսապսակներով եւ աղյուսակներով, ստուգելու յուրաքանչյուր թունելի վիճակը, յուրաքանչյուր դռան աշխատանքը, յուրաքանչյուր պաշարի ամսաթիվը։ Նրանք հայտնաբերեցին, որ ամեն ինչ կատարյալ վիճակում է, բացի մեկ բանից՝ թունելը, որը տանում էր դեպի օդանավակայանը, փակ էր։ Ոչ թե փլուզված, ոչ թե ջրով լցված, այլ պարզապես փակ, հաստ երկաթե դռնով, որը տեղադրված էր վերջերս, հավանաբար վերջին ամսվա ընթացքում, եւ այդ դռան վրա չկար բանալի, չկար կոդ, չկար ոչ մի միջոց բացելու։ Ինժեներներից մեկը, Վազգենը, որը 12 տարի աշխատել էր այս համակարգերի վրա, նա գիտեր, որ այդ դուռը չէր գոյություն մի ամիս առաջ։ Ինչ որ մեկը տեղադրել էր այն գաղտնի, առանց պաշտոնական հրամանի, առանց արձանագրության։ Երբ նա զեկուցեց Մարգարյանին, վարչապետը լռեց երկար ժամանակ, հետո ասաց միայն. «Ես հասկանում եմ»։ Վազգենը չհասկացավ այդ ժամանակ, բայց հիմա, երբ նա նայում է հետ, նա գիտակցում է, որ այդ փակ դուռը եղել է նշան։ Նշան, որ Մարգարյանի փախուստի ճանապարհներն արգելափակված էին։ Նշան, որ ով էլ որոշել էր նրա ճակատագիրը, այդ մարդը ապահովել էր, որ փրկություն չկա։ Բայց ինչու՞, Մարգարյանը չարձագանքեց։ Ինչու նա չհրամայեց ջարդել այդ դուռը։ Ինչու նա չպահանջեց հետաքննություն։ Ինչու նա պարզապես ընդունեց եւ շարունակեց իր սովորական գործերը, կարծես ոչինչ չի տեղի ունեցել։ Պատասխանը գուցե ընկած է այն, ինչ Վազգենը տեսավ Մարգարյանի աչքերում, երբ նա զեկուցեց նրան այդ փակ դռան մասին։ Դա չէր զարմանք, չէր բարկություն, չէր վախ։ Դա էր ճանաչում։ Ճանաչում, որ այն, ինչ նա վախենում էր, արդեն սկսվել է, եւ այլևս հետ ճանապարհ չկա։ Բայց Մարգարյանը որոշեց չդադարեցնել։ Փետրվարի 18-ին նա հավաքեց անսովոր խորհրդակցություն, ոչ թե նախարարության սենյակում, այլ հին երկաթուղային կայարանի մոտ գտնվող մի անծանոթ շենքում։ Այդ շենքը երբեմն ծառայել էր որպես պահեստ, բայց հիմա դադարք էր։ 5 մարդիկ եկան այդ հանդիպման։ Բոլորը այն 7 մարդկանց կազմից, ովքեր գիտեին ամեն ինչ։ Մարգարյանը խոսեց 20 րոպե, եւ ըստ մեկ մասնակցի, ով հետագայում անանուն վկայակոչեց, նրա խոսքերը եղան ամենափաստարկված եւ միաժամանակ ամենավախեցուցիչ խոսքերը, որ այդ մարդիկ երբևէ լսել էին իրենց ղեկավարից։ Մարգարյանը ասաց, որ նա գիտի, որ իր մահվան պլանավորված է։ Նա գիտի, որ այդ խորհրդակցության մասնակիցներից մեկը ներգրավված է այդ պլանի մեջ։ Նա գիտի, որ նրա փախուստի ճանապարհները փակ են։ Բայց նա չի անվանի դավաճանի անունը, որովհետև դա չի փոխի ոչինչ։ Փոխարենը նա տալիս է նրանց ընտրություն։ Եթե նրանք թողնեն նրան մեռնել լռության մեջ, նա երաշխավորում է, որ գաղտնիքները, որոնք նա գիտի նրանց մասին, կմնան գաղտնիք։ Բայց եթե նրանք փորձեն ստեղծել աղմուկ նրա մահվան շուրջը, եթե նրանք փորձեն պատասխանատվություն գցել ուրիշների վրա, ապա այդ գաղտնիքները կբացահայտվեն, ինչ որ մեկի կողմից, ինչ որ վայրից, ինչ որ կերպ, որը նա արդեն գազմագերբել է։ Այդ սենյակում լռություն էր 10 վայրկյան։ Հետո մեկը հարցրեց. ինչպես նա կարող է ապահովել, որ այդ տեղեկությունները կբացահայտվեն, եթե նա մեռնում է։ Մարգարյանը ժպտաց այն դառն ժպիտով, որը դարձել էր նրա ստորագրությունը վերջին ամիսներին,
եւ ասաց. որովհետեւ ես արդեն դրել եմ այդ տեղեկությունները մեկի ձեռքը, մարդու, ով չի պատկանում ձեր աշխարհին, մարդու, ում դուք երբեք չեք գտնի, եւ ով ստացել է հստակ հրահանգ, եթե ինձ հետ ինչ որ բան պատահի, հրապարակել ամեն ինչ։ Դա եղավ վերջին խաղաքարը, որը Մարգարյանը դրեց սեղանին, խաղաքարը, որը պետք է ապահովեր նրա ընտանիքի անվտանգությունը նրա մահից հետո։ Բայց արդյոք դա աշխատեց։ Երբ կբացահայտենք այն, ով իսկապես շահեց Անդրանիկ Մարգարյանի մահից, պետք է նայել ոչ թե մեկ մարդու, այլ մեկ համակարգի վրա։ Համակարգի, որը կառուցվել էր տասնամյակներ եւ որը տեսնում էր Մարգարյանին որպես սպառնալիք իր գոյության համար։ Այդ համակարգը ուներ 3 սյուներ՝ քաղաքական էլիտան, տնտեսական օլիգարխները եւ անվտանգության ապարատը։ Յուրաքանչյուր սյունը ուներ իր շահերը, բայց բոլորը համաձայն էին մեկ հարցում. Մարգարյանը դարձել էր անկանխատեսելի։ Եվ անկանխատեսելի մարդը վտանգավոր է համակարգի համար։ Քաղաքական էլիտան վախենում էր, որ Մարգարյանը փոխելու է ուժերի հավասարակշռությունը։ 2006 թվականին նա սկսել էր խոսել բարեփոխումների մասին, թափանցիկության մասին, ժողովրդավարության մասին։ Այս խոսքերը հնչում էին լավ հանրության համար, բայց ներսից էլիտան գիտեր, որ թափանցիկությունը նշանակում է իրենց գաղտնիքների բացահայտում, եւ դա անընդունելի էր։ Օլիգարխները վախենում էին, որ Մարգարյանը կդադարեցնի այն ֆինանսական հոսքերը, որոնք սնում էին նրանց կայսրությունները։ Նա արդեն սկսել էր հարցեր տալ որոշ մեծ գործարքների մասին, արդեն սկսել էր պահանջել հաշվետվություններ, արդեն սկսել էր ցույց տալ, որ նա չի շարունակելու կուր աչքով անցնել այն, ինչ տեղի էր ունենում նրա քիթ տակ։ Անվտանգության ապարատը վախենում էր, որ Մարգարյանը գիտի չափազանց շատ, նրանց գործողությունների մասին, նրանց մեթոդների մասին, նրանց գաղտնիքների մասին, Եվ այդ գիտելիքը կարող էր դառնալ զենք նրանց դեմ։ Բայց շահառուն չէր պարզապես համակարգը որպես աբստրակցիա։ Համակարգի կենտրոնում կանգնած էր մի մարդ, ում անունը չի հայտնվում պաշտոնական փաստաթղթերում, բայց ում հետքերը տեսանելի են յուրաքանչյուր որոշման մեջ։ Մենք կանվանենք նրան ճարտարապետը։ Ճարտարապետը չէր պաշտոնյա, չէր նախարար, չէր նախագահ։ Նա էր այն մարդը, ով կազմակերպում էր, ով միացնում էր կողմերը, ով գիտեր բոլորի գաղտնիքները եւ օգտագործում էր այդ գիտելիքը որպես իշխանություն։ Ճարտարապետը շահեց Մարգարյանի մահից $20 միլիոն։ Այդ գումարը չբացահայտվեց անմիջապես, այլ աստիճանաբար 5 տարվա ընթացքում, երբ նա ձեռք բերեց մի շարք ընկերություններ, որոնք նախկինում կապված էին պետական պայմանագրերի հետ։ 2012 թվականին, երբ ֆինանսական լրագրողներից մեկը փորձեց հետևել այդ գործարքներին, նա ստացավ զգուշացում եւ հոդվածը երբեք չհրապարակվեց։ Ճարտարապետը շահեց նաեւ իշխանություն։ Նրա մարտիկը զբաղեցվին հիմնական պաշտոններ կառավարության մեջ մարտի 25-ից հետո։ 3 նախարար, 5 փոխնախարար, 10 գործակալության ղեկավար։ Բոլորը մարդիկ, ովքեր բարդագան էին նրան, մարդիկ, ովքեր գադարում էին նրա հրամանները առանց հարցերի։ Բայց ամենակարևորը, ճարտարապետը շահեց անպատժելիություն։ Երբ Մարգարյանը մեռավ նաև միակ մարդը, ով իմանում էր ճարտարապետի բոլոր գաղտնիքները բավականաչափ մանրամասն, որպեսզի նրան վնասի։ Բայց արդյոք ճարտարապետը եղավ այն մարդը, ով տվեց հրամանը։ Արդյոք նա եղավ այն անձը, ով կանգնած էր Մարգարյանի կողքին վերջին պահին, տեսնելով նրա կյանքը մարելը եւ ոչինչ չանելով։ Մենք երբեք չենք իմանա ապացուցված կերպով, քանի որ այդ վկայությունները փակ են, այդ փաստաթղթերը ոչնչացված են, այդ մարդիկը լռում են։ Բայց եթե հետևենք փողի հետքին, եթե հետևենք իշխանության հետքին, եթե հետևենք այն հարցին, ում էր ձեռնտու, ապա բոլոր ճանապարհները տանում են դեպի ճարտարապետը։ Եվ եթե ճարտարապետը չհրամայեց ուղակի սպանությունը, նա գոնե հրամայեց լռությունը, այն լռությունը, որը թույլ տվեց բնական մահին տեղի ունենալ առանց միջամտության, առանց փրկության, առանց վերջին հնարավորության։
Հիմա 17 տարի անց Չարդարաբեդը դեռ ապրում է։ Նա դեռ վերահսկում է, դեռ ազդում է, դեռ հավաքում է իր հարստությունը։ Նրա անունը դեռ անհայտ է մեծամասնության համար, բայց նրանք, ովքեր գիտեն, նրանք լռում են։ Լռում են վախից, լռում են շահից, լռում են բարոյական հյուծվածությունից, որը տիրում է համակարգին, որտեղ ճշմարտությունը չի հաղթում երբեք, միայն թե եթե այն ձեռնտու է իշխող դասին։ Եվ այս լռությունը շարունակվում է ամեն օր, ամեն տարի, մինչդեռ Անդրանիկ Մարգարյանի գերեզմանի վրա ծաղիկները մարում են և նորերը տրվում են նրանց տեղը, մինչդեռ նրա ընտանիքը ապրում է այն իմացությամբ, որ նրանք երբեք չեն իմանա ամբողջ ճշմարտությունը, և մինչդեռ երկիրը շարունակում է գործել նույն համակարգի տակ, որը որոշեց մեկ մարդու ճակատագիրը այն մութ փետրվարյան օրը, երբ 7 մարդիկ նստեցին սենյակում և ընտրեցին լռությունը։ 2024 թվականին 17 տարի Անդրանիկ Մարգարյանի մահից հետո նրա կինը Լիլիթ Մարգարյանը դեռ ապրում է Երևանում։ Նա երբեք չի տվել հրապարակային հարցազրույց, երբեք չի խոսել այն, ինչ տեղի ունեցավ այդ մարտին։ Նրա որդին, որը 18 տարեկան էր, երբ կորցրեց հորը, այժմ 45 տարեկան է, աշխատում է մասնավոր ոլորտում, հեռու քաղաքականությունից, հեռու պատմուց, որ խլեց նրա հորը։ Նրա եղբայրը Վահագն Մարգարյանը տեղափոխվել է հեռավոր մարզ և ապրում է հանդարտ կյանք, մերժելով խոսել անցյալի մասին։ Ընտանիքը ընտրել է մոռացության ճանապարհը, ոչ թե որովհետև նրանք չեն ուզում ճշմարտությունը, այլ որովհետև նրանք գիտեն, որ ճշմարտությունը երբեք չի գալիս առանց գնի, և այդ գինը կարող է լինել չափազանց բարձր նրանց սերունդների համար։ Նրանք, ովքեր աշխատել են Մարգարյանի հետ, ցրվել են։ Արամ Գրիգորյանը, քարտուղարը, տեղափոխվել է Մոսկվա և աշխատում է ռուսական ընկերության համար, հեռու Հայաստանի քաղաքական դաշտից։ Վազգենը, ինժեները, ով ստուգել էր գաղտնի թունելները, թոշակի է գնացել վաղ, միայն 55 տարեկանում, և ապրում է անանուն։ Արտյոմը, վարորդը, դադարել է տաքսու վարել և բացել փոքր խանութ, որտեղ նա լռում է բոլոր հարցերին, որոնք երբևէ տրվել են նրան այդ մարտի 25-ի մասին։ 2024 թվականի մարտի 25-ին, ճիշտ 17 տարի Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, Երևանում չկային պաշտոնական հիշատակման արարողություններ։ Չկար ոչ մի պաշտոնական նախարար, ոչ մի պետական դիմակայություն, ոչ մի հեռուստատեսային հաղորդում։ Միայն մի փոքր խումբ, 50 կամ 60 մարդ եկավ գերեզմանատուն և դրեց ծաղիկներ նրա շիրիմի վրա։ Միայն հին ընկերներ, միայն հին գործընկերներ, միայն նրանք, ովքեր չմոռացան։ Եվ երբ արևը մայր ամպերի ետևում և անձրև սկսեց թափվել մարմարե շիրիմի վրա, նրանցից մեկը, ծեր մարդ, ով ծառայել էր Մարգարյանի հետ 30 տարի առաջ, նայեց շուրջը և ասաց այն խոսքերը, որոնք եղան այս պատմության վերջին նախադասությունը։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ այն օրը, բայց մենք ընտրեցինք լռել, որովհետև լռությունը ավելի անվտանգ էր, քան ճշմարտությունը, և այդ ընտրությունը մեզ դարձրեց բոլորիս համակցելիներ։